Տարիներ առաջ, երբ վախճանվեց Հենրիկ Իգիթյանը, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը կազմակերպեց գեղագիտական համախոհությամբ նրան կապված 3 արվեստագետների՝ Էդուարդ Խարազյանի, Ռոբերտ Էլիբեկյանի եւ Արա Շիրազի բացառիկ ցուցահանդեսը։ Այժմ 17 տարի անց Էդուարդ Խարազյանը, մշակութային Երևանի սիրելի մաեստրոն, վերադարձել է ժամանակակից արվեստի թանգարան, որը ներկայացնում է նկարչի հետմահու առաջին անհատական ցուցահանդեսը։ Ցուցադրական նախագծի համար թանգարանն ընտրել է մաեստրոյի վերջին տարիների գործերից 60-ը, որոնցից միայն 42-ն են ընդգրկվել հայեցակարգում։ Ցուցահանդեսը պետք է բացվեր դեռ մաեստրոյի կենդանության օրոք, բայց անվերջ հետաձգվել է նրա իր հանդեպ խստապահանջության պատճառով։ Մաեստրոն երկար պատրաստվում էր դրան։ Ցուցահանդեսը պետք է անեինք, հետաձգվում էր, ասում էր դեռ ժամանակը չի, դեռ չէ, չեմ ուզում հիմա ինքը տենց ռուսերեն բաներ անում, նենց ուներ ինքը իր հետաքրքիր այդ խոսելը, ասելը, բայց շատ էինք ուզում, որովհետև ամեն գնալուց տեսնում էր ինչ-որ մոլբերտի վրա նոր գործ դրած, ինչ-որ նորը սկսած, մեկ էլ դա հանած դրած էր, կողքից մյուսը արդեն սկսած էր։ Այս ցուցահանդեսում արվեստասերների գնահատմանն է ներկայանում միանգամայն նոր եւ անսպասելի Խարազյան, վերստին վկայելով, որ մաեստրոն փորձարկումների սիրահար էր ու թեև շատ դեպքերում գործերն անավարտության դրոշն ունեն, բայց խարազյանական խիտ բազմագույն պատկերներին փոխարինելու են եկել գրեթե եթերային թեթևությունն ու նուրբ գունախաղերը։ Դժվար է անգամ պատկերացնել, որ Նազարստան նկարաշարի հեղինակը կարող էր այդչափ ընդլայնել իր գեղանկարչության սահմանները։ Ցուցադրական հայեցակարգի հեղինակը փաստում է, սա նաև Խարազյանի վերջին շրջանի նոր հայացքի ու նոր մոտեցումների արդյունքն է։ Ես հոգնել եմ նկարիչ աշխատելուց, ասեց հոգնել եմ, այդ ինչա գիծը, գույնը, պիտի մտածես կառուցվածքը սենց լինի նկարի, արդեն ոչ մի բան չեմ նայելու, ասեց, էլ ես նկարիչ սրանից հետո չեմ աշխատելու, ուղղակի ապրելու եմ նկարչի նման։ Մաեստրոյի տունն ու Քոչար 13-ի հայտնի շենքի արվեստանոցները երևանյան բոհեմի սիրելի հասցեներն էին։ Նա հյուրընկալության իր օրենքներն ուներ եւ ստեղծարարության մի մթնոլորտ էր ձևավորում, որը մեծ ձգողականությամբ միավորում էր եւ գրականության, եւ բեմի, եւ երաժշտության մարդկանց։ Սկսվեց այդ բոլորը տնից, բնակարանից, հենց այդ է բանը, որ երբ որ արվեստանոցը ստացավ, ասեցի, ես այս դուռը փակում եմ եւ բոլորը արդեն արվեստանն է։ Շատ հետաքրքիր, շատ հետաքրքիր մարդիկ են անցել մեր տան մեջ, տարբեր մարդիկ, ոչ միայն մեր Հայաստանի ժողովուրդ, արտասահմանից մեծ քանակությամբ հյուրեր, որ գալիս են, պատկերացրեք սեղան էինք գցում, մի քանի թարթմանիչ էր նստում սեղանի շուրջը, որ կարողանային իրար մարդիկ հասկանալ։ Էդուարդ Խարազյանի հետմահու ցուցահանդեսը թանգարանը պարզապես մաեստրո է վերնագրել, դրանում խտացնելով խարազյանական ամբողջ խարիզման եւ այն սերը, որ նրա հանդեպ առ այսօր գերիշխում է երևանյան մշակութային միջավայրում։ Նոնե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։